Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20-ին Արդար հայեմի եթերում։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արդար հայեմի եթերում ինչ անել հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հաղորդումը ինչպես միշտ վարում ենք մենք Հայք միաբանության անդամներ Էդգար Մակարյանը Երևանից եւ ես Արմեն Ներսիսյանը Գյումրիից։ Ողջույններ, պարոն Մակարյան։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր ուղերձը ազգային համակարգի կայացումն է։ Բնականաբար այս ուղերձը բխում է մեր նախորդ հաղորդումների տրամաբանությունից, երբ ձևակերպված էր մեր ընթացքի անունը Հայ քաղաքակրթական նախագիծը, դրա հիմքով նաև դրա կայացման համար անհրաժեշտ ազգային, ազատագրական, հայրենատիրական պայքարի հրամայականը, իսկ որպեսզի այդ հրամայականը դառնա հասարակական պահանջ եւ ինչ-որ չափով նաև կենսակերպ եւ կյանքի կոչվի, անհրաժեշտ է ձևավորել ազգային համակարգ, որը որպես այլընտրանք ներկա համակարգին պետք է սնուցվի բացառապես մեր քաղաքակրթական էներգիայով, այսինքն բացառապես ինքնանվիրումով եւ առաքինությունների հիմքով այսօր կայացնի ապագայի տեսլականը, որը արդեն նորից կրկնեմ, վերաբերում է հայքին, վերաբերում է ապագա հասարակարգի բնույթին, պետականակարգության բովանդակությանն ու ձևին եւ այլն։ Հիմա փորձենք որոշակի առումով դետալավորել, միաժամանակ բացահայտել նաեւ աշխարհաժողով շարժման խորքային գործունեության որոշ դետալներ։ Թերևս առաջինը խոսենք ազգային համակարգի ձևավորման անհրաժեշտության հիմնավորումից։ Ներկայ իրականությունը պայմանավորող քաղաքական դաշտը ողջ հասարակական կյանքը իր բովանդակությամբ, ձևով, նպատակով, գործընթացներով կտրված է ճշմարտությունից եւ ձևավորել է ամբողջապես կեղծ իրականություն, որտեղ ինչ էլ որ ձեռնարկվի, չի կարող ճշմարիտ արդյունք ապահովել, որովհետեւ հիմքը, նորից կրկնեմ, կեղծ է։ Նույնիսկ ամենաազնիվ մղումները դատապարտված են ցախողման, ինչին մենք ականատես ենք լինում, պատերազմից հետո բազմաթիվ փորձեր են եղել ինչ որ իրավիճակը շտկելու կամ ազնիվ մղումներ են բազմաթիվ եղել, բայց դատապարտված են եղել, որովհետև մեր այսօրը փլվող նույնիսկ արդեն փլված համակարգի իներցիան է։ Այսօր մեր հասարակական համակարգը, նրա դրսևորումները տարբեր ոլորտներում, պետական համակարգ, տնտեսական համակարգ, կրթական համակարգ, բոլոր ոլորտներում հին համակարգի իներցիայով են ընթանում, իսկ համակարգը բուժել հնարավոր չէ տվյալ համակարգի ճգնաժամը կամ ընդհանրապես համակարգը ծնած գործիքներով։ Անհրաժեշտ է այլ համակարգ, որը պետք է գործարկվի ներկա համակարգին զուգահեռ, այլապես մենք մնալու ենք այսպես ասած փլվող համակարգի փլատակների տակ, որի օրինակը ցավալիորեն մեր պատմությունը շատ ունի։ Հետևաբար ազգային համակարգի կայացումն այսօր այլընտրանք չունի։ Խոսենք նաև ազգային համակարգի էության մասին։ Ընդհանրապես պետք է նշել, որ ցանկացած համակարգի գոյության համար անհրաժեշտ են 3 սուբստանցիաների առկայություն։ Առաջինը դա տեղեկությունն է, ինչպիսին պետք է լինի համակարգը, այսինքն այն ինֆորմացիան, որը պայմանավորելու է համակարգի բնույթը, էներգիան, որը այդ տեղեկությունը վերածելու է կոնկրետ մատերիայի, կոնկրետ նյութի։ Հասարակական համակարգի պարագայում դա ձևավորվում է այսպես կամ կարող ենք ձևակերպել այսպես։ Տեղեկությունը ինֆորմացիան վերաբերվում է մշակութացմանը։ Ինչպիսին պետք է լինի հասարակությունը, ինչ հասարակություն ենք ուզում։ Այսինքն հասարակության մշակութացման հիմքերը, սկսած անատի աշխարհընկալումից վերջացրած անատ հասարակություն, միջհասարակական հարաբերություններ եւ ընդհանուր աշխարհընկալում։ Էներգիան վերաբերում է կառավարմանը կամ քաղաքականությանը, որով ինֆորմացիան վերածվելու է մատերիալ։ Իսկ մատերիան ակնհայտորեն դա արդեն գոյություն ունեցող տնտեսական հարաբերություններն է, կամ ինչպես հաճախ ձևակերպում ենք տնտեսակարգն է։ Հիմա փորձենք այս ամենը պրոյեկտել մեր ազգային համակարգի վրա։ Մենք միասին բազմիցս նշել ենք, որ այդ սուբստանտները մեր պարագայում
քաղաքակրթական արժեքների արդիականացման հիմքով են լինելու եւ այդ հիմքով են կայացնելու նոր համակարգը։ Փորձենք նորից դետալավորել մշակութացումը, դա կառուցվելու է բացառապես հոգևոր էակի, մենք հաճախ ձևակերպում ենք նաև արարատյան մարդու, առաքինություններով եւ ոգեղենությամբ օժտված մարդու կենսագաղափարը։ Այսինքն մշակութացումը վերաբերում է հոգևոր էակի կենսագաղափարին, որի մասին եւ աշխատություններ կա եւ բազմիցս խոսել ենք եւ ընդհանրապես սա է հիմք հանդիսանալու ներկա ճգնաժամի հաղթահարման։ Այն աշխարհաժողովային, այսինքն այս կենսագաղափարը աշխարհաժողովային կառավարման մոդելով պետք է կյանքի կոչվի, որի արդյունքը արտար տնտեսակարգի կայացումն է։ Ըստ էության ապահովելով այս քաղաքակրթական անցման բանալի էությունը արտարության հաստատումը։ Ակնհայտ է, որ այս ամենը կյանքի կոչվի, եթե ունենանք իշխանություն եւ պետական ինստիտուտի գործադրմամբ հասնենք ազգային համակարգի վերոհիշյալ սուբստանտների կայացման, այսինքն պետական համակարգը կարող է լիարժեք կայացնել, սակայն ամբողջ պարադոքսը դիլեման այնտեղ է, որ այս նպատակներով ներկա գործիքներով իշխանության գալ այսօր անհնար է, այսինքն այս նպատակները դնել հին գործիքների տրամաբանության մեջ անհնար է դարձնում իշխանության գալը։ Հետևաբար ինչ է մնում։ Փորձենք այս հարցին էլ ձևակերպել։ Ազգային համակարգի կայացում հիմա ինքնանվիրումով եւ հստակ պատկերացումով, որը զուգահեռ գոյություն է ունենալու ներկա ապարժեք համակարգին։ Իմիջիայլոց ասենք, որ այս ամենին է միտված աշխարհաժողով շարժման գործունեությունը։ Հիմա փորձենք հասկանալ ինչպես է դա հնարավոր։ Այսօր տեխնոլոգիական գործիքները, որը շատերի բնորոշմամբ իրական չարիք են դարձել ու այդտեղ կա ակնհայտ ճշմարտություն, միաժամանակ հնարավորություն են տալիս կայացնել ամբողջական համակարգեր վիրտուալ տիրույթում, որը հետագայում կտեղափոխվի իրական կյանք։ Նշենք, որ այդպես նաև վարվեցին ըստ էության մեզ հետ, երբ Facebook-ով եւ այլ գործիքներով ատոմիզացրեցին հասարակությանը, այդ անատապաշտությունը, անատի այդ ապարժեք դրսևորումները սկզբնական շրջանում արտահայտվեցին սոցիալական հարթակներում, հետո տեղափոխվեցին իրական կյանք եւ այնինչ այսօր տեղի ունենում կարելի է գուցե շատ կոպիտ է հնչում, բայց բնութագրվում է որպես պայտած հասարակություն, երբ նրա բեկորները, այսինքն անհատները, անձերը ամբողջությամբ բեկորատված են եւ միասնություն, ընդհանուր գաղափար, նույնիսկ ցանկացած արժեքային գաղափար միանգամից փորձում են արժեզրկել, կորել ընդհանուր ճշմարտության հասնելու որոնման ընդհանուր ճանապարհները, կորել է արժեքային համակարգերը, քանդվել են սոցիալական ինստիտուտները, քանդված են կամ վտանգված են արքետիպերը մեր, որոնցով մեր գործունեությունն ենք ծավալում եւ ունենք այն ինչ ունենք, եւ այս թվացial նյութապաշտության կամ թվացial այս իրականության մեջ այս իրականությունը ամբողջովին հիշեցնում է դասական անասնաֆերմա։ Հիմա մենք պետք է փոխենք հակառակն անել։ Այս բանին մենք կայացնում ենք մի քանի համակարգեր, խոսքը վերաբերում է աշխարհաժողով շարժմանը, որոնց մասին ապագայում ավելի մանրամասն կխոսենք, բայց հակիրճ բնութագրեմ դրանցից մեկը, որը ավելի հստակ ցույց կտա, թե ինչի մասին է խոսքը։ Այս բանին փորձում ենք կյանքի կոչել ազգային կրթական համակարգը, որը դառնալու է ներկա անդրակրթության եւ ապագայում զարգանալով նաեւ ներկա գիտության այլընտրանքը։ Բոլորիս է տեսանելի, ակնհայտ է, որ այսօր մեր դպրոցի միջոցով պարտադրվում է մեր ինքնության արժեքների տոտալ ուրացում։ Այն ինչ տեղի ունենում դպրոցում, դասագրքերի բովանդակության միջոցով, դպրոցում հասարակական հարաբերությունների կամ ընդհանրապես սոցիալական ստատուսի քարոզի միջոցով, դա մեր ինքնության ուրացում է, ոչ այլ ինչ։ Անընդհատ բողոքելու փոխարեն մենք ավելի տպավորիչ, ավելի արդիական մեթոդներով պատրաստում ենք տեղեկատվական տեխնոլոգիական հարթակ,
որը հնարավորություն է տալիս որպես գործիք եւ ուսուցիչներին եւ աշակերտներին այս ապարժեք տեղեկությանը հակառակ ինֆորմացիա տեղեկություն ստանալ, որի նպատակը ամբողջապես մեր քաղաքակրթական առաքելության գիտակցմամբ ապագա հասարակարգի պիտանի, այսինքն արարատյան մարդու գաղափարով տոկորված մեր քաղաքացիների կայացումն է։ Արդեն առանձին առարկաների մշակված է ազգային կրթակարգը, մշակված է քաղաքակրթական հիմքը ապահովող առարկայացանկը, ձևավորման ավարտում փուլում է գտնվում պատասխանատու սուբյեկտի կայացումը, խոսքը վերաբերվում է ազգային կրթության խորհրդին, եւ այս ամենը արտահայտվում է գործնական տիրույթում, արտահայտվում է նաեւ միտկայեմ կայքում կամ ազգային դպրոցում, որը արդեն գործարկում է եւ շատ առարկաների գծով արդեն հնարավորություն է տալիս ուսուցիչներին իրենք պայքարեն այս ապարժեք համակարգի, ոչ թե պայքարեն, այլ կայացնեն նոր համակարգը, միայն պայքարելը չէ։ Առանձին հաղորդումները ապագայում կնվիրենք բոլոր համակարգերի ներկայացմանը, ուղղակի փաստենք, որ աշխատանքները գնում են, փաստենք նաեւ, որ մեծ դժվարությամբ, բայց լի վճռականությամբ եւ ինքնանվիրումով։ Եվ ամփոփեմ, այսպես մենք կարող ենք կայացնել հասարակական կյանքի այս համակարգի միջոցով բոլոր ոլորտները ներառող համակարգերը։ Եվ այդ բaragայում հստակ է դառնում պահանջը յուրաքանչյուրին։ Ամեն անհատ ինքն է ընտրելու, մենք ասում ենք հոգևոր պատերազմում եւ այլն։ Ինքն է ընտրելու, որ համակարգի կրողն է լինելու։ Ներկա անարժեք անասված մեռնող համակարգի, թե առարժեքրթական բովանդակությամբ հավաքված ազգային համակարգի։ Այսինքն ոչ թե ինչ որ փրկիչներով հերթական խապկանքն է լինելու, այլ առաջարկվելու է ամբողջական ազգային համակարգ։ Ազգային համակարգի կայացումից հետո ներկա համակարգի սնուցումն, անջատելն ու նոր համակարգի ամբողջական գործարկումը դա զուտ տեխնիկական խնդիր է մնում, քանի որ ազգային ազատական հայրենատիրական պայքարի հրամայականը, երբ որ գործարկվի ազգային համակարգը, այլևս կլինի կենսական շատերի համար եւ գլխավոր օրակարգը։ Խնդրեմ, պարոն Մակարյան։ Եվ շնորհակալություն։ Այո, այս թեման, որ մենք այսօր քննարկում ենք, որպես ազգային կամ հայկական համակարգ, տրամաբանական իր ամբողջության մեջ բազմաշերտ է, բազմամակարդակ է եւ շատ խիտ է, եւ ինչ որտեղ նաեւ բխում է իր մեր նախորդ երկու հաղորդումներից հայ քաղաքակրթական նախագծի եւ դրան հասնելու անցած հաղորդումը որպես ազգային ազատագրական պայքարի հրամայական այս տրամաբանության հաջորդ այս հաղորդումն է։ Դրա համար հղում տամ նախորդ այդ երկու հաղորդումներին եւ դրանից հետո անցում կատարենք ազգային համակարգին։ Նախ երբ որ խոսում էինք հայկական, այսպես հայք քաղաքակրթական նախագծից, մենք դա ներկայացրեցինք որպես աշխարհում այսօր գործող եւ այսպես ակտիվ փուլ մտած, ընդհանրապես այլոց կողմից գնահատական տվող 6 քաղաքակրթական կամ 6 աշխարհաքաղաքական գործընթացների, մեծ պրոյեկտների, որոնց ազդեցության տակ չընկնելու կամ որոնց մեքենայի անիվների տակ չընկնելու, խուսափելու այդ ամենից խուսափելու որևէ հնարավորություն չկա, որովհետեւ այդ պրոյեկտները մեծ հստակությամբ, մեծ արագությամբ եւ մեծ հզորություններով իրագործում են եւ դրանցից մեկը, որը մեր տարածաշրջանում է իրագործում, կոչվում է, ինչպես նշել էինք անցած անգամ, կամ ինչպես նշում են դրա այսպես ասած հետազոտողները, Կարմիր խալիֆայությունն է Ստամբուլի կենտրոնով, որտեղ պահանջը թուրքական կողմի կամ այդ պրոյեկտը նախագծողների կողմից հստակ մեկն է, որ Հայաստանը եւ հայությունը պետք է հրաժարվի այդ մեծ պրոյեկտի, այսինքն Կարմիր խալիֆայության կամ թուրքալեզու ժողովուրդների այդ միասնական մեծ արենայի ձևավորման մեջ սեպի բաժանարարի այդ առաքելությունից, որ հայությունը չպետք է ստանձնի իր վրա նման առաքելություն, պետք է ուղղակի հրաժարվի։ Ինչը եւ այսօր մեծ, այսպես ասած, վարպետությամբ, փոժարականությամբ որդեգրվել է ներկայիս Հայաստանի իշխանությունները իրագործելով այդ պանթուրանական մեծ պրոյեկտը։ Հիմա երբ նրանք այդ խնդիրը դնում են, հաջորդ խնդիրը ձևակերպում են արդեն թուրքական կողմը, ձևակերպում է, որպեսզի դուք կարողանաք այդ
հավատարմության երթումը տալուց հետո մենք տեսնենք, որ դուք այսպես ասած անվերապահորեն հետևում եք այդ ծրագրին, պետք է մի քանի նախապայմաններ նաև բավարարեք։ Եվ այս առումով ամենակարևոր իրենց այսպես ասած առաջ քաշած հրամայականներից մեկն է, որ հրաժարվել այդ նախագծից նշանակում է նաև հրաժարվել Թուրքիայի կամ Ադրբեջանի հանդեպ ունեցած քաղաքական պահանջներից, հայոց մեծ հարցի պահանջատիրությունից, ցեղասպանությունից եւ այլ եւ այլ, այսպիսի արդեն ինքնութենական կարևոր հարցադրումներից, քաղաքակրթական արժեքներից եւ այլ, կոնկրետ հրանգավորման, կոնկրետ պահանջներով դրվում է հայկական իշխանությունների առջև։ Այս առումով հաջորդ քայլը, որ նրանք անում են, շատ հստակ է, որ երբևէ հայությունը չկարողանա ընդվզել, այսինքն երբ որ իշխանություն կամ հայությունը որոշակի հնարավորություններ կունենա ընդվզելու, դրա համար են նախորոք արդեն նախնական քայլեր անում, հիմնականում երկու ճանապարհով։ Մեկը, այսպես ասած, դարձնելով Հայաստանը ռեզերվացիա, այսինքն որևէ հնարավորություն ուժականության պոտենցիայի առումով չթողնելով, որ Հայաստանը զարգանալու արդյունքում դուրս գա այդ ակցիանից թուրքական, մյուս ընդհանրապես, եթե որևէ համաձայնություն էլ Հայաստանը չկա, ընդհանրապես ռեզերվացիան էլ լուծարելու խնդիր։ Եվ մյուս կողմից առաջարկում են, որպես դուք կանաք գոյատևել թեկուզ որպես ռեզերվացիա, մենք ձեզ տալիս ենք հնարավորություն թուրքական այդ մեծ տնտեսական գոտու, այդ մեծ աշխարհի մեջ, որը հասնում է արդեն 100-200 միլիոն ազգաբնակչությամբ, այդ մեծ տնտեսական գոտու մեջ ձեր հայկական ճարպկությամբ առևտուր արեք, ապրեք։ Հիմնական առաջարկը դա է, եւ դա հիմնական հարցն էլ դա է, որ այստեղի օլիգարխիան եւ այստեղի իշխանությունները փորձում են ժողովրդին հրամցնել, որ առևտրով կապրեք, բայց դրա դիմաց էլ պետք է հրաժարվեք այս բաներից։ Հաջորդը, որ անում են, հետևյալն է, որ երբևէ հայությունը չկարողանա ոտքի կանգնել եւ ընդվզել, ամենակարևորը զրկել իր քաղաքակրթական ինքնութենական արժեքներից, ամենակարևորը։ Այդպիսի արժեքներ են ենթադրենք եկեղեցին, այդպիսի արժեքներ են ենթադրենք սփյուռքը, այդպիսի արժեքներ են նետադրենք ամբողջ այդ քաղաքակրթական ժառանգությունը, որ ունի հայությունը, եւ այլն, այսինքն ինքնութենական խնդիր է դրված, սկսած հայ մարդու որակներից մինչեւ ազգային պետական բոլոր արժեքներ ներկայացնող որակներից հրաժարումը։ Դա կլինի պատմության դասագրքերի տեսքով, դա կլինի եկեղեցու պատմության հրաժարման տեսքով, վաղը միսօր աշխարհագրության դասագրքերից Արցախի հանելու եւ այլ պատմական հազար ու մի տեսակ գրականությունից հրաժարվելու, այն ինչը հայի ինքնության համար արժեք է ներկայացնում, պետք է կամաց ընթացքի մեջ այսպես ասած դուրս հանվեն, դուրս մղվեն, որ երբևէ հայ մարդ այդ ինքնութենական որակներով չսնվի եւ այսպես ասած ընդվզման, ապստամբության կամ արդեն ինչպես հաջորդ հաղորդումն էինք ասում, ազատագրական պայքարի չգնա։ Եվ մենք ազատագրական պայքարից խոսենք, որ մեր հաջորդ հաղորդումն որտեղ նշեց, որ այսօր միագիծ չեն, այսինքն միայն սահմանային չեն, որ ասենք, ահա սահմանային գծում են տեղ ունենում եւ մեր թշնամին այնտեղ տեսանելի է, հետեւաբար պետք է պայքարել այդ թշնամու հետ։ Խնդիրն այն է, որ այդ պատերազմական գիծը այսօր ոչ միայն ներհասարակական է, ներպետական է, այլ նաև ներանձնային է, այսինքն այդպիսի պատերազմ անցնում է յուրաքանչյուրիս ընտանիքի, յուրաքանչյուրիս անձնային հոգևոր, մտավոր, զգացմունքային դաշտով, որովհետև ինքնութենական այդ որակները, որ ասում ենք ինքնության ճգնաժամ է եւ ինքնության պատերազմ է եւ ինքնության ոչնչացում ոչնչացում գնում է մարդ անհատականության ինքնությունից սկսած մինչև ընտանեկան, ազգային, պետական, քաղաքակրթական, նույնիսկ համամարտկային այս բոլոր որակների ոչնչացումն է գնում։ Դրա համար այդ ազգային ազատագրական պայքարը մենք ձեզ հետ երբ որ նշեցինք իր բազմաշերտության մեջ, նշում է այդ ինքնութենական պայքարում հաղթելու եւ պատերազմելու խնդիր կա։ Հիմա այդպիսի ինքնութենական պատերազմում հաղթելու համար մեր համար առաջնային է հասկանալ եւ ընդհանրապես այդ աշխարհում տեղի ունեցող մեծ գլոբալ նախագծերը որ կան եւ դրանցից մեկն ինչպես նշում են Կարմիր խալիֆայությունը դրանց դեմ պայքարելու միակ տարբերակը սեփական մեգա նախագիծը, այսինքն համաշխարհային նոր պրոյեկտը ներկայացնելն է, դրան ворթեգրվելն է եւ դրան սպասարկելն է։ Հակառակ դեպքում ուղակի խուսանավել, ուղակի չեզոք դիր գրավել չես կարող, կամ պետք է մտնես դրանց սպասարկելու եղածներին, նրանց ոտքի տակ կոխան լինելու կամ ինչ որ կցորդ լինելու, կամ սեփական նախագիծը ունենալու, ինչը մենք ձեզ հետ ներկայացնում ենք որպես հայտ մեգա նախագիծ։ Հիմա արդեն խոսենք այդ հայտ մեգա նախագծի որպես ազգային համակարգի բովանդակություն, ձևաչափեր եւ դրանց կյանքի կոչման մեխանիզմներ։
Ինչպես ասում եք, այո, տեղեկույթն է կամ ինֆորմացիան է, որը պետք է լինի որպես ապագայի տեսլական, որպես ապագայի այդ տեսլականի նախագիծ, պրոյեկտ, որ ներկայացնենք, որ ահա, որ տեսանելի լինի, այսինքն այդ ինֆորմացիան ինչը պետք է մենք իրականություն դարձնենք։ Այդ երբ որ ասում ենք նախագիծ, այդ կոնկրետ, այդ ապագայի տեսլականը կա թե չկա, հայությունն ունի թե չունի, միասնական այդպիսի տեսլական։ Հիմա այդպիսի տեսլականը մենք դες հետ միասին ասում ենք, որ չի կարող կտրված լինի հայկական քաղաքակրթական առաքելությունից եւ այդ առաքելության էությունից։ Դրանից դուրս չի կարող լինել հայկականություն կամ չի կարող լինել ազգային եւ չի կարող ընդհանրապես այն համարվել հենց այդպեսին, եթե կտրված է իր քաղաքակրթական բովանդակությունից եւ դրան սպասարկող առաքելությունից։ Իսկ մենք դες հետ միասին ասում ենք, որ հայկական քաղաքակրթական էությունը կայանում է ամենաառաջնային իր ոգեղեն բովանդակության մեջ, որտեղ ոգեղեն բովանդակությունը սահմանում ենք որպես Աստծո կամ արարչի կամքը ճանաչելու եւ կայացնելու առաքելություն։ Սա որպես բարձրագույն ոգեղեն արժեք։ Հաջորդը մենք ասում ենք, ինչպես է դա տրանսֆորմացվում ավելի ցածր իր հոգևոր բովանդակության մեջ, իր հոգևոր իմաստի մեջ։ Ասում ենք, որ այդպիսի Աստծո կամքի ճանաչողությունը եւ դրա կայացումը Աստծո արքայության եւ նրա արդարության որոնումն ու կայացումն է։ Այսինքն ավելի այդ հոգևոր իմաստի մակարդակում սահմանվում է, որը որպես կրոնական բովանդակություն մենք ձեզ հետ միասին մեր եթերների մեջ բարձրաձայնել ենք որպես հայոց ազգի առաքելությունը, որ այդպիսի արքայության եւ այդ դրա արդարության հաստատումն է հայկական միջավայրում այս մոլորակի վրա որպես նմուշ օրինակ, որպես այդ Աստծո արքայության ռեալիզացիա այստեղ։ Եվ հիմա խնդիր կա այսպիսի քաղաքակրթական էությունը, նրա ոգեղեն արժեքը, հոգևոր իմաստը եւ կրոնական բովանդակությունը տրանսֆորմացնենք արդեն քաղաքական գաղափարի եւ գաղափարախոսության, քաղաքական օրակարգերի եւ քաղաքական կենսագործունեության։ Այդ ձեր ասած, երբ որ ինֆորմացիան արդեն տեղափոխվում է կոնկրետ էներգիայի ուժով սկսվում է կյանքի կոչել։ Եվ հիմա այստեղ է, որ մենք ձեզ հետ միասին ասում ենք, որ այս ոգեղեն արժեքը, հոգևոր իմաստը եւ կրոնական բովանդակությունը կտրված չեն իրականությունից։ Ընդհակառակը, դրանք իրականություն կարելի է ներմուծել կոնկրետ քաղաքական գաղափարախոսությունների, ինչպես ասեցինք, օրակարգերի եւ կենսագործունեության արդյունքում, եթե այդ ամենը սահմանում ենք, որ հայոց ազգի առաքելությունը իր պետականաշինության եւ իր ազգակերտության գործընթացի մեջ դրսևորվում է որպես հայոց ազգային արդարապետության ձևաչափ։ Այսինքն, երբ որ ասում ենք ինչպիսի տեսլական, ինչպիսի ապագայի նախագիծ, այն կոնկրետ է։ Եթե ինչ-որ մեկն ուզում է Կարմիր խալիֆայություն սարքել, եթե ինչ-որ մեկն ուզում է, չգիտեմ, Լոնդոն կենտրոնով նոր Երուսաղեմ սարքել, կամ չգիտեմ Նյու Յորք կենտրոնով ուզում է նոր Բաբելոն եւ այլն սարքել, ապա հայկական նախագիծը ունի, որ հայկական լեռնաշխարհում եւ ըստ այդմ նաեւ իր արտահանում աշխարհով մեկ պետք է լինի որպես Աստծո արքայության եւ նրա արդարության պետականության ձևաչափը, որպես սրանից 1700 տարի առաջ այդպիսի քաղաքակրթական առաքելություն իր վրա վերցրած, որպես քրիստոնեական առաջին պետության, վերաֆորմատավորումն է, արդիականացումն է 21-րդ դարի 3-րդ հազարամյակի շնչին համապատասխան։ Այսինքն մենք ձեզ հետ միասին ասում ենք, որ ապագան կառուցվելու է քաղաքակրթական արժեքների, այսինքն անցյալի ավանդականության եւ ավանդապահության, այսինքն այդ կոնսերվատիզմ ասացի, բայց միևնույն ժամանակ առաջադիմության, այսինքն այդ արժեքների արդիականացման եւ վերջապես երրորդ ապագայի նվաճման բանաձևի մեջ, այսինքն այն եռամիասնական է։ Ինչու ենք սա կարևորում այս եռամիասնությունը, այսինքն ավանդականությունը, պահպանողականությունը, դրա արդիականացումը ներկայի մեջ եւ դրա ռեալիզացիան երկարաժամկետ բազմ հազարամյակների մեջ որպես ապագայի ժամանակի նվաճում։ Ինչու ենք սա կարևորում, որտեղ երբ որ մենք ձեզ հետ միասին ճարտարապետում ենք այդ հայոց քաղաքակրթական նախագիծը, մենք ասում ենք, որ այդ նախագծի ակունքներում
կամ մետա պատմական եւ մետա մշակութային կարևոր կոդեր։ Իսկ այդպիսի մետամշակութային եւ մետապատմական կոդերը իրենց մեջ ունեն հենց այս երեք բաղադրիչները՝ ավանդականության, այդ պահպանողականության կարևորությունը, որ օդից չի մի բան ստեղծվում, այլ անցյալի ժառանգության հիմքի վրա, երկրորդ, որ շատ կարևոր է ապագայի մեջ ռեալիզացիայի համար լինել առաջադեմ, եւ վերջապես երրորդ, ապագայի մեծ պրոյեկտների, մեծ նախագծերի տեսանելիությունը, տեսլականը, այս երեքն էլ որքան աշխարհիկ են, նույնքան իրենց հիմքում մետապատմական, մետամշակութային են։ Այսինքն խոսելով սրա մասին, անցյալի այս եռամիասնության մասին, անցյալ, ներկա եւ ապագա տարածաժամանակային այս ամբողջության մասին, մենք խոսում ենք նաև մետապատմական հիմքի վրա այսօր աշխարհի կյանքում այն ռեալիզացնելու։ Հիմա երբ որ մենք խոսում ենք այս բանաձևերից, շատ կարևոր է հասկանալ, լավ, ձեր ասած, դրա նյութականացումը ո՞րն է, եթե կա այդ ինֆորմացիան, այդ ոնց որ ասած, այդ առաքելությունը, մենք ինֆորմացիան այսպես պայմանականորեն ձևակերպենք որպես առաքելություն, հայոց ազգը հազարամյակային կտրվածքով, սրանից չգիտեմ 10-12 հազար այսօր եւ եւս 10-12 հազար ապագայում եւ դեպի հավիտենականություն, ինչպիսի ինֆորմացիա է կրում եւ անընդհատորեն այն սպասարկում, մենք ձեզ հետ միասին ասում ենք, որ դա արարչի կամքի ճանաչողությունն է եւ դրա իրականացումն է։ Ասում ենք, որ դրա արդեն որպես քաղաքակրթական առաքելության էություն, որպես իր տրանսֆորմացիան ազգային մշակութային ինքնության մեջ դրսևորվում է որպես ընտանեկան մեկ տան, մեկ ընտանիքի բանաձև, եւ դա ենք համարում նաեւ որպես Աստծո արդարության արքայություն, որովհետեւ ընտանեկան մոդելից դուրս արդարության բանաձև չկա, որտեղ մարդկային հասարակության մեջ արդարությունը ձևավորվում է ընտանեկան, ընկերական հարաբերությունների մեջ, այսինքն եղբայրական հարաբերությունների մեջ։ Սա եղել է բազմհազարամյակային մեր պատմության գոյության առաջին իսկ օրվանից մեր հայության այդ մշակութային ինքնության հիմքը։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր է, երբ որ մենք խոսում ենք արդիականացման մասին, այսինքն այդ քաղաքակրթական ժառանգությունն այսօր պետք է արդիականանա, հենց նման հայոց մեծ տան, հայոց մեծ ընտանիքի այդ գաղափարի, այսինքն եղբայրության հոգևոր տաճարի կառուցման, ճարտարապետման բանաձևի մեջ։ Եթե մենք կարողանանք գտնել այդ բանաձևը, թե ինչպես, իսկ մենք դա ձեզ հետ միասին ճարտարապետում ենք որպես արդարության սրբազան դաշինքներ, անշուշտ այդ արդարության սրբազան դաշինքների մեջ հասկանալով հենց այդ ազգային հոգևոր եղբայրության բանաձևը, կնշանակի մենք հաղթահարելու ենք 200-300-ամյա հիմ, այսինքն հանրապետական կարգի ձևը, որը արդեն իրեն սպառում է, որտեղ այդ իներցիան ինչի մասին խոսում ենք եւ այն փլատակները ինչի մասին խոսում ենք ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհով, մեկ տեղի ունենում հին պետականակարգությունների ձևաչափի նկատմամբ։ Եվ հիմա պետք է ձևավորել նոր պետականակարգությունների ձև, որը մենք ձեզ հետ միասին ասում ենք որպես ազգապետական համակարգ, այսինքն մեկ ընտանեկան, մեկ տան գաղափար, որտեղ գործում է արդարության սրբազան դաշինքները կամ սկզբունքները, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ հոգևոր եղբայրությունը։ Այսինքն սա կարևոր եւ հիմնարար խնդիր է, որպես այդ քաղաքակրթական էության եւ մշակութային ինքնության ամբողջություն։ Այսինքն կրկնենք, մի կողմից Աստծո կամքի ճանաչողությունն ու դրա իրացումը, մյուս կողմից այն որպես արքայության եւ նրա արդարության հաստատում, արդեն կոնկրետ պետականության ձևով որպես հայոց արդարապետություն, բայց այդ արդարապետությունը ոչ այլ ինչ է, քան ընտանեկան հարաբերություններ եւ հոգեվոր եղբայրության սկզբունքներ։ Հիմա այս ամեն ինչի հիմքով մենք ասում ենք, եթե տեղի ունելու տրանսֆորմացիա, ուրեմն պետք է տրանսֆորմացիա լինի նաև պետական կառավարման համակարգի, ինչպես նաև դրա հիմքը հանդիսացող տնտեսվարման ձևաչափերի մեջ, արդյունքում նաև այդ ամենը պետք է կայացվի մշակութայնացման միջոցով, այդ թվում ինչպես դուք նշեցիք, համար առաջին մշակութայնացման գործիքի կրթության եւ գիտության միջոցով, առանց որի մշակութայնացում չկա։
Այսինքն այս հիմնարար խնդիրների արդյունքում է, որ մենք հայոց արժեքարքը կամ ազգային արժեքարքը ներկայացնում ենք որպես կառավարման նոր աշխարհաժողովային մոդել, ինչի համար էր մեր շարժումը հենց կոչվում է աշխարհաժողով ազգային հայրենատիրական ազատագրական շարժում, եւ այս շարժման նպատակն է, որ կառավարման նոր մոդելը որպես աշխարհաժողովային մոդել, որը արդեն իրեն սպառող այս կուսակցական ձևաչափերով եւ դրա հիմքի վրա ձևավորվող պարլամենտարիզմի եւ այլի այս հնացող աշխարհում, իսկ դա հնացել է ամբողջ աշխարհում, որը ցույց է տալի աշխարհի այսօրվա քաղաքական եւ աշխարհաքաղաքական ճգնաժամը, մենք առաջարկում ենք խիստ ազգապետական այս համակարգը, որի համար տնտեսական բաղադրիչ առանց որի հնարավոր չէ, մենք առաջարկում ենք հայրենատիրական սեփականության հիմքի վրա հիմնադրամային տնտեսվարման մոդելները, ինչի մասին հայեցակարգային փաստաթղթավորումները կա, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ավելին առաջարկելու ենք մոտ ապագայում դրա կոնկրետ փաստացի յուրաքանչյուր հայ մարդու մասնակցության արդյունքում ձևավորվող այդպիսի բանաձևեր։ Եվ ավելին, եթե մի փոքր ավել անցնենք մենք մեր շարադրանքի եւ նպատակների մեջ, ուղղակի ասենք, որ նման ձևաչափ, այսինքն առաջին, Աստծո արքայության եւ նրա արդարության կայացումը, այսինքն եղբայրական հարաբերությունների առաջնային դրսևորումը, որ մենք ինքներս մեզ հետ ապացուցենք, որ մենք պատրաստ ենք արդարության սրբազան դաշինք կնքել նախ Արարչի հետ, հետո ինքներս մեր մեջ, ներհասարակական կյանքում, ինչու՞ չէ, նաև ներանձնային կյանքում, որտեղ դու ինքդ պետք է գաս այդ համոզմունքի, այդ ուխտին, այդ երդմանը, այդ ինքնավկայությանը, որ դու այդ մարտիկն ես արդարության համար, քո ուխտի համար կռիվ տվող մարտիկն ես, մենք պետք է սահմանում ենք, որ այդպիսի եղբայրական սիրո դրսևորումը, այդպիսի դաշինքների դրսևորումը առաջնահերթ ուղղված պետք է լինի մեր Արցախի հայրենակիցների հանդեպ, որտեղ հենց այսօր մեր եղբայրներն են, որտեղ զրկվել են իրենց տնից, տեղից, իրենց հայրենի լեռնաշխարհից, բնորանից եւ այսօր անտեսված արհամարված գտնվում են այստեղ։ Եվ եթե մենք յուրաքանչյուր հայ մարդ այն տնտեսական ձևաչափը, որը կստեղծվի եւ որը կներկայացվի յուրաքանչյուրից ներգրավվածության մասնակցությամբ ձևավորելու այդ տնտեսական մեխանիզմը, որի արդյունքում նաև տնտեսական համակարգ ապագայի մեջ, որտեղ եղբայրական սրտացավությամբ, փոխօգնության պատրաստակամությամբ լծվելու ենք այդ արդարության սրբազան դաշինքների ապացուցելու, որ մենք գնում ենք այդ ուխտը կայացնելու։ Սա կարևոր մեխանիզմ է, որը կապացուցի, որ մենք պատրաստ ենք ինքնակազմակերպվելու։ Եվ հիմա այստեղ է կարևոր նաև հարցադրումներից մեկը, որ մենք ասում ենք ինքնակազմակերպվել։ Ինչու՞, որովհետև քիչ առաջ դուք շատ տիպիկ եւ շատ հստակ նշեցիք այսօր ատոմիզացված աշխարհը։ Ինչու է աշխարհն ատոմիզացված։ Որպեսզի քանդվելով ամբողջական պատկերները, ամբողջական համակարգերը մարդուն դարձնելով մեկ անհատ խոցելի միավոր, հետագայում այդ խոցելի անհատներից ինչ ուզենան հավաքեն, կրկնենք, ինչ ուզենան հավաքեն, ինչպես այսօր Հայաստանում, նայեք ինչ է կատարվում, ջախջախելով մեր այս ամբողջական հայ ազգի հաղթած, 90-ական թվականներին հաղթած Հայաստանի Հանրապետությունով, Արցախի Հանրապետությունով, ամբողջական այս միավորը քանդելով, մեզ բաժանելով, թշնամացնելով, ատելություն սերմանելով եւ այլն, դարձել են խոցելի մեկ անհատ, որպեսզի ոչնչացնելով մեր ինքնութենական որակները նենգափոխեն այդ ինքնութենական արժեքները եւ հավաքեն մեզանից այն ինչ ուզենան, այնինչ անում այսօրվա հանրապետության իշխանավորները հավաքելով նոր ինքնություն, իսկ այդպիսի ինքնությունը թուրքահապատակ ինքնություն է, արհեստական հակառուսական ինքնություն է, արևմտամետ ինքնություն է, ինչ ինքնություն ուզենան, ինչ կարգի ուզենան կհավաքեն, եւ հիմա ցնցումները գնում է այստեղ, եւ կա մի զանգված հայության մեջ, որ չի համակերպվում այդ վիճակի հետ, բայց մյուս կողմից, քանի որ խիստ ատոմիզացված ենք, մենք չենք կարող որպես մեկ ամբողջական, այսինքն իմ ասած ինքնակազմակերպված միավոր դիմակայել, հետևաբար որքան էլ որ նրանց գործը սրբապիղծ է, բայց նրանց մոտ հաջողվում է, որտեղ իշխանական մեքենան այդ տարաբաժանված, ատոմիզացված, կոտրված անհատներից կարողանում է հավաքել կոպիտ ասած իր Ռուբիկ կուբիկը, ոնց ուզի կհավաքի։
ինչ ձևաչափի ուզի։ Եվ հիմա այդ ծրագրավորված նեյրոլինգվիստիկ կասենք, ինչ ձևաչափ ասես, տեխնոլոգիական առումով կիրառվում է մեր հանդեպ եւ շատ արդեն հնարավոր է այդ նոր մեզ օտար, նույնիսկ թշնամական ինքնություններ ձևավորել մեր մեջ։ Հետևաբար այստեղ շատ կարևոր է այդ ինքնակազմակերպումը, որովհետև նայեք, հասարակական կյանքը կազմակերպում է պետական կառավարման համակարգը, բայց պետական կառավարման համակարգը, ինչպես ասեցինք, ծառայում է թշնամուն նոր ինքնություն ձևավորելու, նույնիսկ հակահայկական ինքնություն ձևավորելու համար։ Հետևաբար ինքնակազմակերպումը հրամայական է ոչ միայն քո ինքնությունը պահպանելու, այլ ինչպես ասեցի, նոր պետական մտածողություն, նոր պետական ձևաչափ, ինչը որ պետք է գա որպես ազգային արդարապետություն, որի հիմք, ինչպես ասեցի, արդարության սրբազան դաշինքներն են, որի հիմք, ինչպես ասեցի, հոգևոր եղբայրության ծառայությունն է, փոխադարձ օգնությունն է, այս ձևաչափի համար է, որ ինքնակազմակերպումն անհրաժեշտ է։ Եվ հիմա այդպիսի ինքնակազմակերպման համար, ինչպես դուք ասեցիք, պետք է նյութը, այդպիսի նյութն է նախ նոր գործիքակազմերը տեխնոլոգիական, որը հնարավորություն են տալիս, եւ այդ նոր գործիքակազմերը օգտագործելով ձևավորել կառավարման մեխանիզմները արդեն այս տեխնոլոգիաների միջոցով եւ ձևավորել տնտեսական այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կունենան կազմակերպելու նոր տնտեսվարման այդ մոդելները։ Այսինքն ապագայի պետության մեխանիզմները պետք է դնել, այդ թվում ինչպես ասեցիք նաև մշակութայնացման գործիքը որպես ազգային կրթական համակարգ։ Հիմա տիպիկ դուք այդ օրինակը վերցրեք։ Ժամանակը ավարտվում է, պարոն Մակարյան։ Ես մնացել եմ մի քանի վայրկյան։ Հաջորդին այս առումով համակարգերի մասին կշարունակենք։ Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20-ին Արդար IM-ի եթերում։